Եսս բարի լույս ձեզ ոնց եք ինչպես է ձեր տրամադրությունը դուրս գնամ որ փսփսալով չխոսամ եկել եմ ձեր հետ մի փոքր կիսվեմ քննարկենք ու մի խոսքով էլի այս տարիների ընթացքում դառել ենք հարազատ մարդիկ, դառել ենք լավ ընտանիք ու կամա թե ակամա սիրելի հետևորդներ ջան ստացվեց այնպես, որ իմ ամեն ինչն էլ շատ լավ գիտեք չեմ թաքցրել, ոչ մի բան էլ չեմ արել շրջանակներս վիճակում է բարձր ամեն իրիկուն տուն ենք տանում, որ փիսոներից ապահովագրենք իսկ էներ նենց ծածկում եմ, որ էլի փիսոներից ապահովագրենք ստեղ էլ չնստեցի, որովհետև դեռ չեմ սրբել ինչևէ այսօրվա զրուցելու թեման մի քիչ ուրիշ է 2 տարի առաջ էր, որ սարքեցինք մեր վերևի լոգասենյակը ես կասեի երազանքներիցս մեկն էլ դա էր շատ ուրախացա, շատ ոգևորվեցի, շատ շնորհակալ եղա համ իմ ամուսնյակին, համ Աստծուն, որ օրհնեց մեզ, հնարավորություն տվեց ու սարքեցինք էլի մեր լոգասենյակը։ Այսօր բոլորս էլ լավ գիտենք, ովքեր ռեմոնտի մեջով անցնում են, գիտեն, որ տան ամենաթանկ հաճույքը խոհանոցն ու լոգասենյակն է, որ կլորիկ գումար են տանը ու բոլորս էլ նամանավանդ Հայաստանում գիտենք, եթե չունենք այդ կլորիկ գումարը, Աստծուն փառք, վերցնում ես քո նախընտրած խանութից ու մի խոսքով մաս տալիս, կոպիտ ասած ապառիկ ենք անում, կոպիտ որն է, հենց տենց էլ ասած Ինչից որ ես դեռ չմնացի, որովհետև եթե ես նստեի սպասեի, որ այդ գումարը ձեռս գար, չէր լինի, հետո դոմուսն ուներ մի հատ շատ լավ առաջարկ, որ մի տարվա մեջ փակում ես 0% տոկոսադրույք է, մի տարուց հետո արդեն կարծեմ 18 պլյուս թե 22.5%, այդքանը լավ չեմ հիշում Ես հենց դուխով, հավեսով, իհարկե Նիկայի հետ քննարկելուց հետո որոշեցինք, դե կհիշեք, որ հեռախոսով, տեսազանգով էր վարպետի հետ կապնվեմ, օրհնվի Ալիկը, այնքան եմ ես իրան շնորհակալ, խոսքերս չի հերիքում, թե ես ինչքան շատ շնորհակալ եմ ես այդ մարդուն, շատ արդար, շատ խղճով, շատ սենց տնական Այն հայի լավ գենը ցույց տվող մարդ էր ինքը, լավ կհիշեք, այն որ իմ տան բանալին տվել է իրան, ես Ալեքսիս տարել ջերմուկ թերապիաների, այդ կարգի վստահություն ա եղել մեր մեջին, արած աշխատանքն էլ անթերի, այն որ մի բան չկա, որ փչանա, զանգեմ ասեմ հետ արի սարքի, չկա նման բան, մարդը սիրուն սարքեց, ինքն իր արևիձեննացի, մենք էլ մեր Երբ որ պլանավորեցինք դեր բլոկա, ցեմենտավազա այդ քաղաքից վերցրեցինք, մյուս հարդարման բաներն էլ գնացինք դոմուս, գիտեք, կհիշեք, ինչի եմ մի քիչ մանրանում սիրելի հետևորդներ, որովհետև ավելանում եք, 2 տարի առաջ ուրիշ թիվ էր իմ թիվը, այս 2 տարի հետո լրիվ ուրիշ թիվ է Դրա համար, ովքեր որ գիտեն, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, մի քիչ արագացրեք, անցեք առաջ։ Գնացինք դոմուս, վերցրեցինք, ինքը ցուցակարավ, էսա պետք է, նա պետք է, նա պետք, ասավ կռանտները ես կասեմ, որն է շատ լավը, մնացածն էլ մեր լոռեցիկ սիրում են, չէ, ասենք Քիրա ջան, աղբերս էլ ինձ ասում Քիրա ջան, այ աղբեր ջան, ականջդ կան չի, բա որ ինքն էստեղ ելներ, ես ես սարքելուն փող կտայի, ինքն է նա կսարքեր մեկ նեղվում ասմա ես ուրիշի համար սարքեմ, քիրս էլ կան չի, որ գա ուրիշը սարքի
Աստված առողջություն տա բոլորիս աղբերներին, Տեր ջան, ամենակարող ջան։ Այ, միտքս կորավ, ներողություն։ Ինչ էի ասում։ Հա, ասեց, եթե ճիշտ եմ հիշում, խոսքս ստեղ թողի, որ ծորակները մենք կընտրենք, ես կընտրեմ, լավ ու վատ կա իրանց, չգիտեմ ինչ կայինք, սենց մանրակրկիտ իրուն բացատրեց էլի, փոխելը հեշտ լինի, մի խոսքով, ինքն է լավ մարդ էր, շնորհքով տնական հավեսով մարդ էր, ասավ կաֆելա, մաֆելա, Քիրա ջան, այդ բաներն էլ դու որը կուզես, մերին գանել էր այդ ժամանակ ստեղ, Նիկան, մի խոսքով գնացինք, ընտրեցինք, ինչը որ պետք էր, որը ոնց պետք էր, ձեռի հետ էլ ապարիկը ձևակերպեցինք ու եկանք, երբ որ հերթը հասավ բաղնիքի դուշին, ասավ բերես վերցնենք, մեր նախկին դուշը, դե տեսակ, հիշում եք, սա լավն է, ասի ես քեզ ենթակա մարդ, եթե վարպետն ասմա լավն է, տանտիրուհին էլ պիտի վերցնի, մի խոսքով, վերցրինք, ինքը լավն էր, շատերի համար դա սովորական բան կլներ, սիրելի հետևորդներ, ես չեմ ամաչում, որ ասում եմ, իմ համար դա նորություն էր, դա առաջի անգամ էր, ճիշտ է այս տանն եղել է բաղնիկ, կա, ունենք, էդ էլ մի քիչ երբ որ ուսկամ ժամանակը հասունացել է, այդ նախկին բաղնիքը վաննով պիտի դառնա վաննայա կոմնատա, դա էլ է իմ երազանքներից մեկը, որ սիրուն մոմեր, վարդեր, մի խոսքով պլանները մս կա էլի, Աստված առողջություն ու հնարավորություն տա, հերթը հուսամ դրան էլ կհասնի, ես իմ սեփական տունը նենց բանա, որ մեկից պրծնում ես առավոտը զարթնում տենում մի ուրիշ բան ունես անելու, հենակարգուտը տվեց, սաղավիրեց, այն որ ինչքան էլ ասում եմ քթիս սուխը դուս ա գալիս, ինչև է ժողովուրդ ջան, բերեցինք, սարքեցինք, շատ ուրախացա, շատ, չափից շատ, 2 տարի հետո դուշը սկսեց բառախլի տանելը, փչանալը, դե մտածում ես խանութ, հա, իրանց բրենդը հանել են, ու այդ ժամանակ Ալիկին կանչեցի, ասում եմ Ալիկ ջան, արի էլի նայի հասկանանք ինչ կլինի, ասավ Քիրիկ ջան, ոչ մի խնդիր, նկարեմ, տանեմ, համապատասխան մասը կլինի, կբերեմ, կփոխեմ, ոչ մի խնդիր, եթե ընտանիքս մեծ լներ, բազմանդամ լնեինք, կասեի դե երևի անշնորհք ենք օգտագործես, են կարե, բայց սիրելի հետևորդներ, ես նենց չի, որ ապրանքի վրա դողում եմ, չէ, բայց պետք է ուշադիր լնես, խնամքով լնես, տյուներները որ թվի է, մեր տանը մարդիկ կան, որ իմ տարածքում էլի 3-4 անգամ փոխեցին, իմս թափ-թազա է, մի խոսքով ցանկացած խոհանոցային գաջետ կլինի, էլեկտրականության հետ կապված ինչ կլինի, Աստծուն փառք են, որ ուշադիր եմ, էլի խնամքով, հանկարծ չջրոտվի, հանկարծ էս չլինի, նույնն էլ էս դուշը, եթե հայերեն տարբերակը գիտեք, գրեք, այն որ կռանտ լներ կասեի ծորակ, բայց դե դա ծորակի նման չի, էլի, ցնցուղ երևի, չգիտեմ ոնց կլինի ճիշտը, ինչև է, սենց մի օր միացնում եմ, ինքը ընդեղ տոճկա ուներ, սեղմում է իր վերևիններ, սեղմում է իր միջին ցնցուղներ, ու որ դրինք, շատ նեղվեցի, վայ ասում եմ, բատակից չունի, հա, ասենք պոլերը լվանալու համար հարմար ագնեմ, տնես, ջուրը լծվի, բայց թե ոչինչ, դրա ձևն էլ գտա, խնդիր չէր, փչացավ, եկավ, նայեց, Ալիկը ասում է նկարեմ մեջին չգիտեմ ինչ սարքեր պետք, գնամ խանութից բերեմ գամ, Քիրա ջան, թազուց լավ էլ կաշխատի, մարդը հոգատար շնորհքով ձևով գնաց խանութ, որ այդ բանը վերացել է, ուստեղ ինչ հա, 84,000 դրամ ես տվել էի դրամ առել,
հետո մեկ ասում ենք թանկից էժան է չկա, համաձայն եմ, իրոք թանկից էժան է չկա, բայց նայետ եմ տվել, սրան տվել եմ 15,000 դրամ, ես կասեի սա ավելի լավ առավելություններ ունի, տակից քիթ ունի, որ ջուրը գա, կողքի հետ են փոքր ցնցուղն ունի, որ սաղս էլ գիտենք ինչի համար է, ոնց է, մի խոսքով ասելիքս ինչումն է, սիրելի հետևորդներ, որ նաման ավանդ նորաստեղծ ընտանիքները, դրանք մանրունքներ են, բայց շատ կարևոր մանրունքներ են, ուշադիր եղեք, մեկ իմ նման չսխալվեք, էլի որ թանկը վերցնեք, այդ մի տեղներ ասի, ով մի անգամ եմ առնեմ, թանկն առնեմ, իհարկե 100 քանի հազարանոց էլ կար, 180 հազարանոց էլ կար, այդ պահին ամենաթանկը 180-ն էր, ես հարցրի ասում եմ, ալիք, մերի ու սրա տարբերությունը, որն է, ասա ֆիրմ են, ոչ մի, ասի դե բեր սա վերցնենք, իմ հավատով ոսկե միջինը ընտրեցի, ոնց սիրում եմ ընտրեմ, բայց այն որ ասում է կացինս քարով տվի, այդ տարբերակն եղավ, ինչև է, մի այստեղ երբ որ խոհանոցի այդ պահերով մինչև էդ էլ ամաչում էի, որ մեր խանութին դիմեմ, որովհետև գիտեի ապառիկ չեն անում, նենց էլ դե ամոթ հա, գնաս ասես ինձ ես ինչ բանը տուր, հետո փողը կտամ, մի տեսակ վատ ես էլ իսկում, չէ որ քու տեսակը այդ տեսակը չի, ես չեմ սիրեմ տնից դուրս գամ իմանամ սրան, եմ պարտք նրան, եմ պարտք, թող իմ գործարքը բանկի հետ լինի, ես էլ հանգիստ ման գամ, ու երբ որ տենց խոսակցություն բան եղավ, Գայանեն իմ համաքաղաքացին, շատ լավ մարդ է, շատ, ասավ բա ամոթ չի, դու են մարդն ես, որ իրա բառերով ասեմ, ասմա սա խանդ է քեզ կտամ, ու դաժե չեմ հարցնի երբ կբերես, որովհետև գիտեմ, որ դու պարտաճանաչ մարդ ես։ Ինչև է, խոհանոցի նորոգման համար արդեն տեսակ լրիվ մեր խանութի ծառա ավելի լավ, ավելի մոդիկ, ավելի հարմար, թեպետ դոմուսը մեր 300,000-ը, որ անցնում էր, իրանք անվճար բերում են, ինչ 300-700 հազար դրամի ապրանք է յարը, եթե մի ցնցուղին 84,000 տվածելն է։ Ինչև է, սիրելի հետևորդներ ջան, հմի իրան ասել էի, որ ցնցուղ ունենաս, լավն լինի ու շատ էժան չլինի, բայց լավն լինի, ինձ ասա, հիմա կանչելա, գնամ, տեսնեմ ու մնացածով ձեր հետ իսվեմ, տենանք ինչ արժե, ոնց է, էսա, էնա, գնանք դեպի մեր խանութ, գիտեք, տնից դուրս եմ գալի, հենց դեպի փողոցը, հիմա Բաղրամյան չի, Հոկտեմբերյանա գնացինք։ Այդ ինչ է, էլի դասնամով, չէ դավանդ, չէ, այդ ավելի հարմար է, գները նույնն են, սրա ցնցուղնի ձևի է, բայց լամի հատ ցնցուղներն են նայեմ էլի, համ սրանը, համ նրանը, ես ինչն է, չիչը, հա, այս մեկին էս էլ է կլոր, հա, մի հացայնային կանետ, можно. Իհարկե սա։ Սա քթով էր, չէ։ Հա, չէ, դաշնամուր է սա։ Քթով էր մեկն է։ Չէ, սա ես տարել եմ, քիթել ունի։ Լա, սպասի։ Այս փոճուրն է, չէ։ Այս մեծն է։ Այս հետը մի հատ են խրովի գրանտնա, չէ, ես է պետքա, որ քիթ մգնի, եթե քթով չլի չեմ ուզում է,
Ոնց հասկանանք, սա քիթիկ ունի, թե չէ։ Իմ ներքևին է, ստոչնի սա է։ Դու են անգամ լավ, այդպես խրում ես տեղը։ Դե միստեղ ցույց է տալի 4 գործողություն, ճիշտ է։ Ինքը 3-ը չի, 2 դուշա, էսա, էսը կարող է քիթնա։ Էս չի, կարող է էսա տակից։ Կայան ջան, որ արիլա։ Նա էլ չէր կթով, տենց տակից ջուրը թափում է, այս կողքից։ Հա, աչքիս հենց սա է, թե սա կպչելու տեղն է։ Բա այս տակից ակերն ինչ է։ Չէ, այս է։ Կարող է դա ջրի տեղ։ Դա ոսա լակայանը կա։ Ես թվում է ջրի տեղ դիելի, չէ։ Սխեմայում չկա, սխեմայում նայենք։ Բարի առավոտ, սիրելիներս։ Էրիկունը վարպետը սարքեց, բրծավ, փորձարկել եմ, շատ լավն էր, շատ լավ է աշխատում, ուղղակի շատ գործերի մեջ էի, չուզեցա նկարահանում անեմ, համ էլ, ոնց են ասում, լույսով բարով իմ նկարահանումը կանեմ, ձեզ էլ ցույց կտամ ինչ կարծիք եք, խնդրեմ, ձերի հետևորդներ ջան, սա մեր նոր դուշեմ, եթե սենց կրանթելներ կասեի ծորակ, բայց սա ծորակի նման չի, հայրենն էլ չգիտեմ, եթե դուք գրառումների բաժնում գիտեք, կխնդրեի գրեք, ուրեմն արժեքը 15,000 դրամ, շնորհակալություն մեր քաղաքի շինանյութի խանութի Գայանեին, որ ինքը սենց լավ բաներ է ինձ առաջարկում, շատ հարմար, շատ պետքական, շատ մարդկային, շատ, ինքը շատ լավ աղջիկ է, շատ լավ մարդ է, շատ լավ շփման ձևը գիտի մարդկանց հետ, ամենքիս լեզուն յուրովի հասկանում է, երբ որ ես նեղվեցի էլի, որ կարծեմ 84,000 դրամ էի տվել ես իմ ես դուշին, որ դոմուսից էի գնել, ժողովուրդ ջան, ընտանիքս մեծ չէր, որ ասեմ դե շուտ օգտագործել ենք, ամենքը տարբեր ձևով փչացել է, չէ, հիմնական օգտագործողը ես եմ եղել, Ալեքսն էլ գիտեր, որ ընդեղ ռուճկա ուներ, պտտի ջուրը պետքա գա, այս միջին դուշով ասիրեմ Ալեքսը լողանամ, ես եթե մազերով, սենց մեծով, իհարկե սա կարա այսենց պտտվի, կարա իջնի, մի խոսքով շատ ընտիր բանա, այս տեսքն ունի ու իմ տղեն սիրում է, որ շամպունը իրա միշտ ասում մամա ես ուզում եմ, որ տենամ, ման չգամ, հետո ինչ բանա չէ, տղամարդու կին կամ վերջ էլի աղջիկ տղա, այս քանի միջից, այս մի հատնա Ալեքսինս, նացածի իմնը, մի հատ նայեք ինչա կատարվում, լադար մի բան էլ քիչ է, քիչ, լավ, եկեք խոսենք ծորակից, իրա տեսքը այս ձևի է, ամենակարևորը, որ ուրիշ տեղերից չենք ծակծկել, մեր սալիկը չի փչացել, էլի, այդ իմ համար շատ ուշադիր թեմա է, չէի ուզի, որ սալիկն անտեղի տեղը ծակվեր, այն հին տեղը մնար, պատկերացնում եք, այսքան
դա թողար ու մի ուրիշ տեղից ծակեր, չէ։ Ինքը 4 գործողություն է կատարում, ուրեմն սա փոքրն է, սա մեծն է, սա այսպես է, սենց անա, տեսեք, այդ է տակինն է, սա էլ, բայց տակինս ելի հետևորդներ ջան, տեսակ այդքան էլ հարմար չի, ցնցուղի նման է գալիս, որպեսզի ես շատ սենց չնեղվեմ ու ինչ չանեմ, այս էլ սա է, օրինակ երեք ինձ պետք էր մի հատ, ոնց են ասում, պատերը չիստիմ-պլիստիմ անեմ, հենա չոտքն էլ դրած է, մի հատ ստե նայեք, չխովվես բանը, պես դնում ես քո ուզած գործը անը, ընտիր, կրկին ու կրկին անգամ, չեմ զլանա Գայանային շնորհակալություն ասել, համաքաղաքացիներ ջան, եկեք օգտվեք Հոկտեմբերյան փողոցի, Բաղրամյան նախկին Հոկտեմբերյան փողոցի, հենց փռի դեմի շինանյութի խանութն է, արտակարգ աննկարագրելի սպասարկում ու ինչի չէ, իրոք էլի, գներն էլ հարմար, հարցրեք ինչ եմ տվել սրան, 15,000 դրամ, որ Աստված ջանի, փչանա էլ ջանից դարդ չի, սենց կհանեմ ու կշպրտեմ, առանց մի հատ այդքան մտածելու, ինչքան են մյուսի համար մտածեցի, տեսքով էլ չի զիջում, ես կասեի ավելի լավն է, քան իմ նախկինը, մի խոսքով, Գայանե ջան, ապրես, շնորհակալ եմ, Աստված առատապես օրհնի ձեզ, ես սիրում եմ իմ համաքաղաքացիներին, սիրում եմ մարդկային շփումը ու փոխադարձնել ստանում եմ, շնորհակալ եմ շատ ու շատ։